Լայնածավալ հարձակում Իրանի վրա դա հնարավոր է, բայց Միացյալ Նահանգները իհարկե պետք է պատրաստ լինի պատասխան հարվածի։ Այդ պատասխան հարվածը լինելու է նախ Միացյալ Նահանգների նավերին, իսկ Իրանը ունի բալիստիկ գեր զայնային հրթիռներ, որոնք կարող են խոցել պաշտպանական հոպի իրենց համակարգերը։ Պատասխանը լինելու ամերիկյան բազաների նկատմամբ, իհարկե Իսրայելի վրա հարձակում է լինելու, նաև փակվել է Հորմուզի նեղուցը, որից հետո հզոր տնտեսական ճգնաժամ է առաջանալու ամբողջ աշխարհում։ Նավթի գները 3 անգամ բարձրանալու են, ամեն ինչի գները 3 անգամ բարձրանալու են եւ աշխարհում սկսվելու է շատ լուրջ ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ։ Այսինքն սա կարող է բերել լայնածավալ ռեգիոնալ պատերազմի, տնտեսական ճգնաժամի եւ կարող է մեծ էսկալացիա լինել ամբողջ ռեգիոնում։ Որքանով ես եմ հասկանում բաց աղբյուրներից, Ռուսաստանը եւ Չինաստանը ցանկանում են զսպել Միացյալ Նահանգները, որ այս պատերազմը չլինի։ Իրանը պատրաստ է բանակցել իր միջուկային ծրագիրը, բայց պատրաստ չէ ուղղակի զինաթափվել։ Իսրայելը պահանջում է, որ Իրանը բացարձակ զինաթափվի, բոլոր իր բալիստիկ հրթիռների ծրագրերից հրաժարվի եւ հրաժարվի օգնել ուրիշ կազմակերպություններին ռեգիոնում, որոնք նրանք համարում են ահաբեկչական կամ կարելի է համարել կամ չհամարել, նայած ու մասին է խոսքը, շիի բոլոր այդ շիա խմբերը պետք է այլևս շրջակցեն իրենց եւ փաստորեն սա Իրանի կապիտուլյացիայի ծրագիր է, որքանով ես հասկանում եմ որոշ աղբյուրներից, Ռուսաստանը եւ Չինաստանը փորձում են զսպել Միացյալ Նահանգները եւ թույլ չտալ, որ այս պատերազմը սկսվի։ Եթե այն սկսվի, Միացյալ Նահանգների մոտ ըստ որոշ ամերիկյան մասնագետների կա, ասենք 10, 14, ասենք 2 շաբաթվա համար բավարար հրթիռների պաշար, որից հետո Միացյալ Նահանգները այլևս կրակելու բան չի ունենա Իրանի վրա, իսկ Իրանը հսկայական երկիր է, հազարավոր հրթիռներ ունի, կարող է հուշք ու հարված հասցնել Իսրայելին, իր տարածքը հավասար է ամբողջ արևմտյան Եվրոպայի տարածքին, 90 միլիոն բնակչություն, սա շատ լուրջ խնդիր է լինելու Միացյալ Նահանգների համար։